Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Հավատում ես, որ Աստված ուզում է քեզ փրկել հավիտենական տանջանքից։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Արդյոք հավատում ես, որ» անվանումը։ Այսօր խոսելու եմ աստվածաշնչյան մի թեմայի, մի անխուսափելի ճշմարտության մասին, որի մասին շատերը խուսափում են ոչ միայն խոսել, այլև մտածել։ Սիրելի՛ բարեկամ, հավատո՞ւմ ես, որ Աստված ուզում է քեզ փրկել հավիտենական տանջանքից։ Հավատո՞ւմ ես, որ Աստված այնքան շատ է սիրում քեզ, որ տեսնելով քո դեպի կործանում տանող ընթացքը, որը հավիտենական տանջանքն է կրակել լճի մեջ, ամեն բան անում է, որ քեզ փրկի այդ անհույս ու անմխիթար իրավիճակից։ Հավատո՞ւմ ես, որ թեև Աստված հավիտենական տանջանքի կրակել լիճը չի ստեղծել մարդկանց համար, սակայն Աստվածաշունչը հստակ խոսում է, որ Քրիստոսի ուսուցումները մերժող մարդիկ հենց այդ տանջանքի վայրում են հայտնվելու։ «Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. «Անիծյալներ, Ինձնից հեռու գնացեք հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված»։ Որոշ մոլորեցնողներ ասում են, որ չկա հավիտենական տանջանք։ Նրանք ասում են, որ մարդու համար ամենամեծ պատիժը մահն է, իսկ դժոխքը գերեզմանն է, որտեղ մարդը դադարում է գոյության իր ընթացքից։ Մյուս մոլորեցնողներն էլ պնդում են, թե Աստված ոչ մեկին էլ չի ուղարկի հավիտենական տանջանքի վայր, քանի որ բարի է և վերջում դատաստանի օրը բոլոր մարդկանց կների, թե ապաշխարողներին և թե անապաշխարներին, և ողջ մարդկությունը փրկություն կգտնի։ Որքան էլ այս դիվային վարդապետությունները հաճելի հնչեն մարդու ականջին, դրանք հակասում են Աստծու Խոսքին և ստության փափուկ բարձ են դնում մեղքի կյանքով ապրող և Քրիստոսի ուսուցումները մերժող մարդկանց գլխի տակ, նպաստելով դեպի հավիտենական կորուստ տանող նրանց ընթացքին։ Հայտնություն 14:10 և 11 խոսքերում կարդում ենք. «Նա Աստծու ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու գառան առաջ կրակի ու ծծմբի մեջ։ Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից. գիշեր ու ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագում են գազանին և նրա պատկերին և ընդունում նրա անվան դրոշմը»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատո՞ւմ ես այն խոսքերին, որ Քրիստոսին մերժող մարդը պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու գառան առաջ կրակի և ծծմբի մեջ։ Հավատո՞ւմ ես, որ հետևյալ խոսքերը ապացույց են հավիտենական տանջանքի. «Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից. գիշեր ու ցերեկ հանգիստ չունեն նրանք»։ Եվ ամենակարևորը՝ հավատո՞ւմ ես, որ Աստված այնքան է սիրում քեզ, որ քեզ ցույց է տալիս այս հավիտենական տանջանքից ու Աստծու ցասման բաժակից խմելու հեռանկարից ազատվելու ուղին։ Եթե դու չհավատաս հավիտենական տանջանքի մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությանն ու զգուշացմանը, չես հավատա նաև Տեր Հիսուսի կատարած գործին և չես գնահատի այն։ Մարկոսի ավետարան 9:47-48 խոսքեր. «Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն։ Քեզ համար ավելի լավ է, որ մեկ աչքով Աստծու արքայություն մտնես, քան երկու աչք ունենաս ու կրակի գեհենն ընկնես. այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, և կրակը չի հանգչում»։ Աստվածաշնչյան այս մեջբերումներից հետո հավատո՞ւմ ես, որ հավիտենական տանջանքի զգուշացումը իրական է։ Հավատո՞ւմ ես, որ Աստված այն չի պատրաստել մարդկանց համար, սակայն Քրիստոսին և Նրա ուսուցումները մերժող մարդիկ այնտեղ են գնալու Տեր Աստծու արդար դատաստանի արդյունքում։ Եվ ամենակարևորը՝ հավատո՞ւմ ես, որ Աստված քեզ և ամեն մարդու այնքան է սիրում, որ ցույց է տալիս դեպի փրկություն տանող ապաշխարության ճանապարհը։ Հավատո՞ւմ ես։ «Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք։ Իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ՝ Հիսուս Քրիստոսին՝ Արդարին։ Եվ Նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։ Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք Նրան, եթե Նրա պատվիրանները պահենք։ Ով ասում է Նրան ճանաչեցի, բայց Նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Բայց ով Նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է։ Դրանով իմանում ենք, որ Նրա մեջ ենք»
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով՝ Արման Մանուկյան։